Ազգային ժողովի մեծարգո նախագահի տեղակալ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, ներկայացնում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ընդունվել է 69415 հաղորդում, որից 58085-ով նախաձեռնվել է վարույթ, իսկ 11330-ով չի նախաձեռնվել։ Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207132 քրեական վարույթ, նախորդ տարվա 184018-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 23114-ով կամ 12.5%-ով։ Հարգելի պատգամավորներ, խնդրում եմ այս թվերին ուշադրություն դարձնել, որովհետև քրեական վարույթների աճով պայմանավորված նաև ուղիղ ազդեցություն է ունեցել այս աճը դատավարական հարկադրանքի եւ քննիչների ծանրաբեռնվածության վրա, որոնք արդեն հաջորդիվ կներկայացնեմ։ Նշված 207132 քրեական վարույթից 140001-ը փոխանցվել է 2023 թվականից, կոմիտեի մարմինների, ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 58609 քրեական վարույթ, 2023 թվականին այդ թիվը եղել է 54190-ը, 1757-ով մաս է անջատվել եւ ուղարկվել այդ մարմին, 2023 թվականին 3724-ն է եղել այդ թիվը, 18-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 220-ով քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ վերադարձվել է նախաքննական մարմին, 2023 թվականին այդ թիվը եղել է 210-ը, 693-ով քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը եւ վերադարձվել է նախաքննության մարմին, 2023 թվականին այդ թիվը եղել է 535-ը։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, 2024 թվականի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ, 2023 թվականին 304-ի դիմաց, այսինքն քննիչի միջին ծանրաբեռնվածությունը աճել է 15 վարույթով կամ 4.9%-ով։ 207132 քրեական վարույթից 117093-ը նախորդ տարիներին ապացուցողական եւ վարույթային գործողություններն ավարտված վարույթներն են, այսինքն այսուհետ պասիվացված վարույթներ։ Դուք գիտեք, որ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է տեղի ունեցել եւ նախորդ տարիներին, երբ որ մենք գործ ունեինք կասեցված վարույթների հետ, այսինքն երբ որ քննիչը որոշմամբ կասեցնում էր, հիմա բոլոր վարույթները համարվում են ըստ էության կասեցված վարույթ գոյություն չունի եւ բոլոր վարույթներն ըստ էության ակտիվ են եւ որպեսզի ըստ էության բոլոր գործողությունները երբ որ ավարտած է լինում քննիչը, այդ վարույթները մենք համարում ենք պասիվացված։ Առանց նախորդ տարիներին պասիվացված 117093 եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 4698 քրեական վարույթների հաշվառման 2024 թվականի ընթացքում քննվել է 85341 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77740-ի դիմաց, այսինքն աճել է 7601-ով վարույթով կամ 9.7%-ով։ 2024 թվականի ընթացքում քննված 85341 քրեական վարույթից ավարտվել է 37947-ը, 297-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին, 6815-ը միացվել է, 18144-ը պասիվացվել, 8-ով վերածվել է մասսանջատելու մասին որոշումը, իսկ 22130 քրեական վարույթ մնացել է անավարտ նախորդ տարվա 14483-ի դիմաց, այսինքն մնացորդ քրեական վարույթներն աճել են 7647-ով կամ 52.7%-ով։ Այսպիսով 85341 վարույթից լուծվել է 63211 քրեական վարույթի ընթացքը նախորդ տարվա 63257-ի դիմաց, այսինքն նվազել է 46-ով կամ 0.07%-ով։ Արտադրողականությունը կազմել է 74.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81.4%-ի դիմաց, այսինքն արտադրողականությունը նվազել է 7.3%-ով։ Գրեթե նույնչափ ընթացք լուծված վարույթների պարագայում արտադրողականությունը 7.3%-ով նվազումը պայմանավորված է 2024 թվականի ընթացքում 7601 քրեական վարույթի աճով։ Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը արդեն իսկ առանց պասիվացված քրեական վարույթների
85341-ի հաշվառմամբ կազմել է 132 քրեական վարույթ, նախորդ տարվա 128-ի դիմաց աճել է 4-ով կամ 3.1%-ով։ Ինչպես արդեն նշվեց, 2024 թվականի ընթացքում ավարտվել է 37947 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33304-ի դիմաց։ Ավարտված 37947 քրեական վարույթից 11825-ը 12805 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 8305 քրեական գործ 9511 անձի վերաբերյալ։ Այսինքն դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 3520-ով կամ 42.3%-ով, իսկ անձերի քանակն աճել է 3294-ով կամ 34.6%-ով։ 45 բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ եւ ուղարկվել դատարան, 2023 թվականին այդ ցուցանիշը եղել է 55-ը։ 26077 քրեական վարույթ կարճվել է, այսինքն կարճված վարույթների քանակը նույնպես աճել է, որը իհարկե նաեւ ներառում է դատավարական ավարտների մեջ, այսինքն աճը կազմել է 1133 քրեական վարույթ կամ 4.5%։ Ինչպես արդեն նշեցի, 2024 թվականի ընթացքում 220 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը եւ վերադարձվել է նախաքննություն, որը կազմում է դատարան ուղարկված 11870 քրեական վարույթների 1.8%-ը։ 158-ով կամ 29.5%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու եւ նախաքննության վերադարձնելու դեպքերը։ 2024 թվականի ընթացքում չի հաստատվել 693 որոշում, 2023 թվականին այդ թիվը եղել է 535-ը։ Այժմ անդրադառնամ ձերբակալված կալանք կամ այլ խափանմիջոց քրեական հետապնդումներ եւ խոզարկություններ որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացնեմ նաեւ այդ մասով։ Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է 7286 անձ, այդ թվում հետաքննության մարմնի կողմից 6526-ը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 710-ը ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար, 50-ը խափանմիջոցի պայմանները խախտած մեղադրյալների նկատմամբ, որից 5430-ն ազատվել է արգելանքից, մեկով անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ, 304-ով լրացել է ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, 231-ով դատարանը մերժել է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, 29-ով ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի կողմից։ Ներկայացվել է խափան միջոց կալանք ընտրելու վերաբերյալ 3095 միջնորդություն, 2023 թվականին այդ թիվը եղել է 2533, որից 2433-ը բավարարվել է ամբողջությամբ, 392-ը մասնակի, 270-ը մերժվել է։ 2023 թվականին այդ թիվը եղել է 458-ը։ Կալանքի միջնորդությունից 961-ը եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ, եթե հոդվածները ըստ էության բացեմ, դրանք վերաբերում են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին եւ վարժական հավաքից խուսափելու դեպքերին, այսինքն այս թվի մեջ ներառված են նաեւ իմ հիշատակված 961 կալանքի վերաբերյալ միջնորդությունները։ Այսինքն առանց վերոհիշյալ հանցագործությունների հաշվառման 2024 թվականի ընթացքում ներկայացվել է 2134 կալանքի միջնորդություն, որից բավարարվել է 1497-ը կամ 70.1%-ը, 2023 թվականին այդ թիվը եղել է 1741 միջնորդություն, որից բավարարվել է 1304-ը կամ 74.8%-ը։ Ընդ որում, կալանքից ազատվել է 607 անձ, որից 432-ը ՀՀ քրեական օրենսգրքի արդեն նշեցի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ է եղել։ Ներկայացվել է նաև կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն 1482, որից 1218-ը բավարարվել է ամբողջությամբ, 169 մասնակի, 95-ը մերժվել է։ Նշեմ նաև, որ քննչական կոմիտեում կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականով, եթե կալանքի երկարաձգման միջնորդությունները ներկայացվում են, ըստ էության մերժվում են քննիչի կողմից ոչ պատշաճ բավարար ջանասիրություն ցուցաբերելու հիմքով, դա հիմք է հանդիսանում պարտադիր կարգապահական վարույթ նախաձեռնելու առիթ է հանդիսանում։ Ներկայացվել է նաև խափան միջոց տնային կալանք կիրառելու մասին 208 միջնորդություն,
2023 թվականն այդ թիվը եղել էր ընդամենը 91-ը, այսինքն տնային կալանք կիրառելու մասին միջնորդությունների քանակը աճել է 117-ով կամ 128.5%-ով, որից 184-ը բավարարվել է, իսկ 24-ը մերժվել է։ Եվս 392 անձի նկատմամբ տնային կալանքը կիրառվել է դատարանի կողմից խափանման միջոցը կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու, վարչական հսկողության միջնորդությունը մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում։ Ներկայացվել է նաև խափանման միջոց վարչական հսկողություն կիրառելու մասին 42 միջնորդություն, որից 39-ը բավարարվել է, իսկ 3-ը մերժվել։ Եվս 133 անձի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից, 39 անձի նկատմամբ կիրառվել է պաշտոնավարման կասեցում, 211 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ։ Հարգելի պատգամավորներ, խնդրեմ ուշադրություն դարձնեք, որ մեր կողմից նաև իհարկե մենք ունենք կալանքի միջնորդությունների վերաբերյալ քանակական աճ, դա կապված է ըստ էության, ես արդեն նշեցի, քրեական վարույթների նաև զգալի աճ ունենք, բայց նաև մենք զուգահեռ նաև աճել է տնային կալանք կիրառելու մասին միջնորդությունների քանակը էականորեն եւ նաև վարչական հսկողություն կիրառելու մասին միջնորդությունները։ Ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելու 11736 միջնորդություն, որից 11462-ը բավարարվել է, իսկ 274-ը մերժվել, ներկայացվել է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին 17802 միջնորդություն, որից 17116-ը բավարարվել է, 613-ը մերժվել, իսկ 73-ով բավարարվելու կամ մերժելու վերաբերյալ որոշումներ հաշվետու ժամանակահատվածում չեն ստացվել։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու վերաբերյալ 3579 միջնորդություններից բավարարվել է 3551-ը, իսկ 28-ը մերժվել են։ Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 346 միջնորդագիր, որից 302-ը քննիչի, 44-ը դատախազի կողմից։ Ներկայացվել է խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ 8694 միջնորդություն, որից 7865-ը բավարարվել է, իսկ 829-ը մերժվել, միջնորդություններից 5995-ը եղել է բնակարանի խոզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ, որից 5446-ը բավարարվել է, 549-ը մերժվել։ Միջնորդություններից 2699-ը եղել է թվային խոզարկությունների վերաբերյալ, որից 2419-ը բավարարվել է, իսկ 280-ը մերժվել։ 2024 թվականի ընթացքում կոմիտեի ստորաբաժանումներում ստացվել է 32745 դիմում բողոք։ Հարգելի պատգամավորներ, այժմ որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացնեմ նաև հանցագործության պատճառված գույքային վնասի եւ դրանց վերականգնման վերաբերյալ, կառանձնացնեմ նաև ըստ ոլորտերի պետության, համայնքին, իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց կամ միջազգային կազմակերպություններին պատճառված վնասի մասով։ 2024 թվականի ընթացքում նախաքննություն ավարտված, խնդրում եմ այստեղ ուշադրություն դարձնեք, որովհետև մենք առանձին վիճակագրություն վարում ենք ոչ միայն նախաքննություն ավարտված քրեական վարույթներով, կան նաև ընթացիկ վարույթներով, որոնցով նույնպես արկա է պատճառված վնասի վերականգնում, դրանք առանձին նաև կներկայացնեմ։ Այժմ խոսքը վերաբերում է բացառապես նախաքննություն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 42 միլիարդ 586 միլիոն 403 հազար հայ դրամի գույքային վնաս, որից նախաքննության փուլում վերականգնվել է 12 միլիարդ 431 միլիոն 404 հազար հայ դրամը կամ 29.1%-ը, արգելանք է դրվել 2 միլիարդ 383 միլիոն 456 հազար հայ դրամ արժողությամբ գույքի վրա։ Պետությանը պատճառված 21 միլիարդ 460 միլիոն 636 հազար հայ դրամ գույքային վնասից վերականգնվել է 10 միլիարդ 863 միլիոն 821 հազար հայ դրամը կամ 50.6%-ը, արգելանք է դրվել 1 միլիարդ 381 միլիոն 83 հազար հայ դրամ արժողությամբ գույքի վրա։ Համայնքներին պատճառված 2 միլիարդ 310 միլիոն 745 հազար հայ դրամ վնասից վերականգնվել է 116 միլիոն 316 հազար դրամը կամ 5%-ը, արգելանք է դրվել 481 միլիոն 770 հազար հայ դրամ արժողությամբ գույքի վրա։ Այժմ անդրադառնամ նաև անավարտ վարույթներով եւ ընդհանրական վերականգնված ցուցանիշը նշեմ։ Կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով հարկ է նշել նաև, որ ավարտված քրեական վարույթներով արձանագրված
12 միլիարդ 431 միլիոն 404 հազար հայ դրամ գույքային վնասի վերականգնումից բացի 31-12-2024 թվականի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է ևս 31 միլիարդ 974 միլիոն 506 հազար հայ դրամ գույքային վնաս։ Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 31 միլիարդ 20 միլիոն 588 հազար հայ դրամը, համայնքներին պատճառված վնասից 50 միլիոն 929 հազար հայ դրամը։ Այսպիսով կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի ընթացքում եւ ավարտված եւ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է ընդհանուր 44 միլիարդ 405 միլիոն 910 հազար հայ դրամը, իսկ 2 միլիարդ 383 միլիոն 456 հազար հայ դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք է դրվել։ Քանի որ ըստ էության քննչական կոմիտեում քննվում են նաև կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներ, որոնք նախորդ իրավակարգավորումների պայմաններում մնացել են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում քննվում են, բացի այդ ունեն քրեական վարույթներ, որոնք գլխավոր դատախազի կողմից քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգերով առանձին որոշմամբ Եվս կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներ հանձնարարվել է քննչական կոմիտեին, ներկայացնեմ նաև կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով վիճակագրական տվյալներ։ Հաշվետու ժամանակահատվածում կոմիտեում քննվել է կոռուպցիոն բնույթի 1256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել է 2023 թվականից, 560-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 560 քրեական վարույթից 339-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 24-ը անջատված մասեր են, 184-ը ստացվել է այլ մարմիններից։ Նշված 1256 քրեական վարույթից 62-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 134 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմվել է 4 միլիարդ 608 միլիոն 779 հազար դրամ, որից միջդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 685 միլիոն 958 հազար հայ դրամը կամ 14.8%-ը։ Արգելանք է դրվել 1 միլիարդ 739 միլիոն 386 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։